Կարդում եմ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլխի 19-19 խոսքը։ Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքը ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են, եւ թե ետ կենա անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում է։ Նմանատիպ երկու տեղ եմ ուզում կարդամ, սիրելիներ, Հովանու ավետարանի 13:1-ը, Զատկի տոնից առաջ Հիսուսը գիտած, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխվի դեպի Հայրը, իրաններին, որ այս աշխարհքումն են սիրեց, միջև վերջը սիրեց նրանց, եւ Հովանու 10-րդ գլխի 14 խոսքը։ Ես եմ բարի հովիվը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։ Եթե ուշադրություն դարձրիք, այս բոլոր 3 տեղերում էլ, որ կարդացի, խոսքը գնում է մարդկանց մասին, որոնց Աստված համարում է իրանը։ Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է եւ այս կնիքն ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրանն են։ Ովքեր են այս մարդիկ, որոնց Աստված համարում է իրանը։ Ես ուզում եմ մի փոքր սրա մասին ձեզ հետ կիսվեմ, սիրելիներ։ Հավիտենից առաջ Աստված պատրաստել է մարդու համար փրկություն։ Աստված այս ծրագիրը ուներ եւ իր որդու միջոցով այս ծրագիրը իրականացրեց։ Եվ հետաքրքիր է, որ մեզանից ամեն մեկի ծնունդը որտեղ ենք ծնվել, այս երկրի ընթացքի Ադամից սկսած մինչև հիմա որ ժամանակահատվածում ենք ծնվել, ինչ ընտանիքում ենք ծնվել, եւ անգամ մեր տեսքը, ամեն բան Աստծո նախասահմանությունով է տեղի ունեցել, սիրելիներ, բացարձակապես ոչ մի պատահականություն չի եղել։ Հաճախ մարդը մտածում է, երանի էստեղ ծնված չլնեի, ես ինչ մի հատ զարգացած երկրում ծնված լինեի, երանի ես ընտանիքում ծնված չլնեի, ավելի հարուստ ընտանիքում ծնված լինեի։ Այն մեկը նեղվում է իր տեսքից, այն մյուսը իր ֆինանսական վիճակից։ Բայց մի կարևոր բան, սիրելիներ, Գործք առաքելոցում 17-րդ գլխի 26-27 խոսքերում տեսեք ինչ է ասում։ Եվ նա մեկ արյունից, այսինքն Ադամից, մարդկանց բոլոր ազգերը արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվում են, որոշված ժամանակներ եւ նրանց բնակությունները հաստատեց, որ Աստծուն խնդրեն, որ լինի թե խարխափեն նրան եւ գտնեն, թեև ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը։ Այստեղ ասում է Պողոս առաքյալը, որ Աստված մեր ծնունդը, մեր ժամանակահատվածը, որտեղ մենք ապրել ենք, մեր բնակության վայրը, ամեն բան կառավարված է Աստծո կողմից։ Ինչի համար? Որպեսզի մարդը Աստծուն խնդրի եւ գտնի, եւ Աստված դրա համար բոլոր բաները արել է, բոլոր գործերը արել է դրա համար։ Այսինքն քո ծնունդը այս երկրի վրա, որ դու ծնվել ես, եկել ես աշխարհ, նրա համար է, որ դու Աստծունը լինես, որ դու պատկանաս Աստծուն, եւ երբ որ Աստծո որդու ավետարանը Քրիստոսի զոհը գալիս է քեզ, գալիս է քո սրտին, Սուրբ Հոգին բերում է քո սրտի մեջ Քրիստոսի ավետարանի խոսքը, եւ դու քո սրտի մեջ այդ ավետարանի խոսքին ասում ես այո, երբ որ դու Քրիստոսի արյունը չես մերժում, եւ Քրիստոսի արյանը ասում ես այո,
Դա նշանակում է դու հաստատում ես դրանով, որ դու իրան ես պատկանում եւ քո մասին Աստված ասում է, որ դու իմն ես։ Եվ ես ասեմ, սիրելի եղբայրներ, քույրեր, երանի են մարդին, որի մասին Աստված ասում է, որ դու իմն ես։ Եվ սա մեր կյանքի երկրի վրա ընդհանրապես ապրելու իմաստն է, լինել Աստծունը, պատկանալ Աստծուն։ Եվ հետաքրքիր է, սիրելի եղբայրներ, քույրեր, այստեղ նստած ոչ մի մարդ պատահական ստե նստած չի։ Չկա այս դահլիճում մեր ներկայությունը, որ մենք հիմա ներկայենք, ինչ որ մի պատահականության նշույլ անգամ։ Ստացվել է դե տենց, ես եկել եմ ստե, դու չէիր գա ստեղ։ Քեզ տրակտորի հետևից էլ, որ կապեին տրակտորը ցենց քաշտալով, քեզ չէին կարա բերեին այստեղ։ Հələ հելեք դուս, այսենց սաղով դուրս գանք դուս, ու փորձենք մարդիկ մտցնենք ստեղ։ Եղբայրներ, քույրեր, քո ստեղ լինելը դա Աստծո նախասահմանությունով եւ Աստծո ծրագրով է, որովհետեւ Աստված քեզ բերել է եւ իր խոսքը քո սրտում է դրել եւ իր խոսքն էլ ստեղից քարոզել է տալիս, որ դա քո կյանքի մեջ բերի այն պտուղը, որ ինքը ուզում է։ Եվ ես ուզում եմ Սուրբ գրքից 3 մարդու կարճ, 3 մարդու օրինակ բերեմ, որը տեսնում ենք, որոնց մասին, որ Աստված կարելի ասել, իհարկե տենց գրած չի, բայց որոնց մասին կարանք ասենք, որ Աստված ասում է դու իմն ես։ Առաջինը Զաքեոսի մասին, սիրելիներ։ Ես նույնիսկ աշխատեմ կարճ թռոցիկ անցնեմ այդ օրինակներով։ Զաքեոսը Իսրայելում եղած մարդկանց մեջ ինքը կարելի ասել են մարդկանցից էր, որ Իսրայելի այդ ժողովրդի մեր կեքով իրանց այդ բանով, որ ինքը արժանի չէր այդ փրկության։ Մի մարդ, որը խիղճ չունի, որը թալանում է, որը մարդկանց ձեռից ունի, չունի, կապ չունի, իր ձեռից այդ փողը խլում է, վերցնում է։ Մի մարդ, որը մարդկանց աղքատացնելով ինքը հարստացել է։ Ու մեկ էլ պարզվում է, Աստված սրա կյանքում ծրագիր ունի։ Հիսուսը անցնում է իր մոտով։ Հիսուսի այդտեղով անցնելը, այդ տարածքով, այդ հատվածով անցնելը, բացարձակ պատահականության հետ կապ չուներ։ Զաքեոսի այդտեղ լինելը պատահականության հետ կապ չուներ։ Հիսուսը պիտի անցներ, Զաքեոսի հետ այդ հանդիպումը պետքա լիներ։ Եվ մենք գիտենք այդ զրույցը Զաքեոսի, որ ինքը այդ ամեն ինչ երբ որ ասում է, Հիսուս ասում է այսօր այս տանը փրկություն եղավ, որովհետև մարդի որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածին։ Կարելի է ասել, որ ես եկա, որ որոնեմ եւ Զաքեոսին իմը դարձնեմ։ Եվ Զաքեոսին ասեմ, դու իմն ես։ Երկրորդ անձնավորությունը, որի մասին ես ուզում եմ շեշտեմ, սիրելիներ, դա գիտեք, մարդու հասկացողությունը այս բոլոր հատվածներում, այս տեղերում դառնում է զրո, մարդու տրամաբանությունը, իր բանը, որ ես էսա կանեմ, ես մի բան կանեմ, սենց կանեմ, ընենց կանեմ։ Հիսուսը գնում է գերգեսացիների երկիրը, հանդիպում մի դիվահարի, մի մարդու, որի մասին գրված է, որ իր մեջ լեգիոն, դևերի քանակությունը լեգիոն էր։ Լեգիոնը հռոմեական զորքի գունդ էր, որ 1000-ից 2000-ի քանակության, տենց են ասում, որ այդ քանակությանը։ Հիմա այս մարդու մեջ 1000-ից 2000 հատ դև է բնակվում։ Շղթաները այս մարդը փրթում թափում է, այս մարդը դարել է վայրենի գազան։
Այդ տարածքով մարդիկ չեն կարում անցնեն, որովհետև եթե այս մարդը շղթան սենց պատռում է, շղթաները ջարդում է, մարդուն ինչ կանի, որ այդտեղով անցնի։ Ես մտածում եմ, որ այս մարդը եթե մեռներ, դա բավականին շատ հաճելի իրադարձություն կլներ այդ տարածքում ապրող մարդկանց համար։ Պրծանք սրանից էլի։ Անգամ իր հարազատները կարող է նենց շունչ քաշեին։ Այմար դե այդ ինչ էր։ Մեռավ գնաց ինքն է պրծավ, մենք է պրծանք։ Բայց Հիսուսը նստում է նավը, գալիս է հասնում Գերգեսացիների երկիրը մի նպատակով, որ այն մարդուն, որից բոլորը հրաժարվել են եւ որի հետ ապրելը ֆիզիկապես անհնար է, իրան հայտարարի եւ ասի դու իմն ես։ Այս մարդուն կյանք է տալիս, այս մարդուն բժշկում է եւ ասում է գնա քարոզի, գնա պատմի Աստված քեզ ինչ արեց։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մարդկային տրամաբանությունը վերանում աստեղ, թե դիվահարը, որը բացարձակ ոչ մի բանի չկա տենց մի հատ բան, որ մտածենք ինքը այս բանը արեց, դրա համար սենց եղավ։ Մեկ եղել է մի երկու անգամ, ասենք որ մեծահասակ ծեր տատիկ ա եղել, որ Աստծո խոսքա քարոզվել, բան, ասում էր բալա ջան, ես երեխա վախտվանից հավատացել եմ։ Երեխա վախտվանից շատ եմ փոքր, Աստծո անունն եմ կանչել, ես միշտ բարի եմ եղել, գիտես լավ բաներ եմ արել, սենց, ես միշտ էլ Աստծուն հավատացել։ Ոնց իր մասին ինչ որ մի հատ սենց բան, որ թե որ Աստծո ավետարանը իրան հասնում է, բնականաբար չի հասնում, որովհետև ես այս սենցն եմ եղել։ Հետաքրքիր է, ինչ կասեր դիվահարը, այդ մարդը, որ ազատագրվեց դրանից հետո, այդ ինչ արի ես տենաս, որ Հիսուսը հատուկ իմ համար եկավ հասավ ստեղ։ Եթե ինչ որ մեկը կարա գտնի մի բան, ինքը հաստատ ոչ մի բան չի կարա գտնի, տեղ Հիսուսը խիա իրան այցել է։ Այդքան տարածքը կտրե, եկե մի ախր իրանից բացի ուրիշ ոչ մեկ չապաշխարեց։ Եկան խնդրին Հիսուսի անցին գնա էլի մեր սահմաններից գնա։ Հաջորդ օրինակը, որ ուզում եմ բերեմ, այն մեղավոր կինն է, որ գալիս է մտնում Փարիսեցի Սիմոնի տունը եւ Հիսուսի ոտքերը իր արտասուքով լվանում է, ոտները համբուրում եւ իր մազերով սրբում է։ Մի կին, որը իսկականից բոլոր տրամաբանությունով, մարդկանց բոլոր այդ հասկացողությունով, իսկականից ինքը անարգ մեկն էր, որը իր մարմինն էր վաճառում։ Բայց Աստված սրա վրա ծրագիր ուներ։ Մենք չգիտենք այս կնոջ կյանքը մանկուց ոնց է դասավորվել։ Ես հիշում եմ, որ Ղազախստանում ապրում էի, մի հատ կին կար, ընկերոջս կինը դպրոցում ուսուցչուհի էր, ռուս էր, ասեց բանը, մի օր եկավ սենց ջղայնացած, հիշում եմ, տենց, ասեց, այս ինչ է կատարվում, ասում ենք, ինչ է եղել, ասում է, այսօր մի հատ ծնող են կանչե, որ ինքը իր գունները նստում հարբում է կինը մայրը, ու երկրորդ դասարանի երեխուն էլ իր հետ խմացնում է։ Առավոտը երկրորդ դասարանի երեխեն գալիս է խմած։ Հիմա այս երեխեն ծնված օրվանից այտենց մի հատ ընտանիքում է մեծանալու է, չգիտենք ինչ ճամփա է գնալու ինք, չգիտենք ինչ է ստացվելու իր կյանքում։ Այս երեխու կյանքը սենց դասավորվել է, սենց գնացել է։ Հիմա այս կինը, այս անառակ կինը, չգիտենք ինչ մանկություն է ունեցել, ինչ է գնացել, ոնց է եղել, ինչ ընտանիքից ոնց է դուրս եկել։ Բայց մի բան գիտենք հաստատ, Աստված իր կյանքում ծրագիր ուներ։ Որ պիտի գար օրը, եւ Աստված իր ծրագիրը հաստատեր ու իրան ասեր, դու իմն ես։
Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է, ֆունդամենտը, հիմքը եւ այս կնիքն ունի հաստատված, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրանն են։ Այս 3 տեղերում էլ օրինակներ, ինչի հենց այս 3 օրինակները բերեցի, օրինակները շատ են։ Որովհետև տեսնում ենք, սիրելիներ, որ մարդ, որին կարելի է պատժել, մարդ, որը նայելու իրավունք չարժե իր վրա, մարդ, որից կարելի է ուղղակի փախնել, Զաքեոսին կարելի էր պատժել իրան, այդ իր չարության համար, դիվահարից կարելի էր հեռու փախնել, չէ՞, այն մեղավոր կնոջը անարգ մեկը մարդկային աչքերին, մարդկային տրամաբանություն, մարդկային, բայց Աստված ծրագիր ունի, որ սրանց ասի, դու իմն ես, դու պիտի իմ երեխեն ըլնես, ես քեզ իմ որդու արյունով պիտի լվանամ, և դու պիտի իմը կոչվես։ Հիսուսը սիրեց նրանց, որ այս աշխարհքում են և մինչև վերջը սիրեց նրանց, քո էստեղ լինելը դա Աստծո ծրագիրն է, որովհետև Աստված քեզ կանչել է քո անունովը և քեզ ասել է, որ դու իմն ես, և սա Աստծո մեծ ողորմությունն է, Աստծո մեծ սերն է քո հանդեպ։ Եվ երկրորդ բաժինը, սիրելիներ, որ ուզում եմ ասեմ և կավարտեմ, 19 խոսքի երկրորդ հատվածն է։ Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է, որ այս կնիքը ունի, թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են, և թե ետ կենա անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում է։ Երբ որ Աստված քեզ կանչում է, ինքը քեզ իր որդու արյունով լվանում է։ Իսկ երբ որ ինքը քեզ իր որդու արյունով լվանում է, սա նշանակում է, որ այն կյանքը, որով դու ապրել ես, էլ քոնը չի։ Այն մեղքի կյանքը, որ դու ապրել ես, քոնը չի։ Եվ Քրիստոսի անունը կրելը, սիրելիներ, սա մեծ պատասխանատվություն է, այո, մենք ունենք սխալներ, մենք ընկնում ենք, մենք թուլանում ենք, հաճախ մենք պահի տակ լինում է մարդը իրան չի տիրապետում, ինչ-որ հարցում, բայց մարդու կյանքը մի հունից փոխվում է և ուրիշ հունով է գնում, և Աստված առաջնորդում է մարդուն սրբության, Աստված առաջնորդում է մարդուն հոգևոր կյանք ապրելու և ստեղ Տիմոթեոսին շարունակության մեջ ինքը ասում է 22 խոսքից երիտասարդական ցանկություններից է ետ փախիլ, այլ հետևիր արդարության, հավատքի, սերի, խաղաղության, Տիրոջ անունը սուրբ սրտանց իրանց վրա կանչողների հետ։ Տեսեք, այլ հետևիր արդարության, հավատքի, սերի, խաղաղության, այս սիրելիներ, սա հենց այն ճանապարհն է, որ այստեղ նստած մարդիկ պետք է գնան այդ ճանապարհով, որովհետև սա Աստծո ճանապարհն է, իսկ դու Աստծո զավակն ես, և բոլոր նրանք, ովքեր դեռ Քրիստոսին չեն ընդունել իրանց մեջ, ես ուզում եմ քեզ ասեմ, որ այսօր օրն է քո Քրիստոսին ընդունելու, այսօր օրն է հռչակելու, որ Աստված քո մասին ասի դու իմն ես, և դու գնաս այս ճանապարհով, և դու գնաս արդարության, սիրո, խաղաղության, սրբության ճանապարհով, սա է քո գնալիք ճանապարհը,
Սա է այն կյանքը, որով դու պետք է ապրես, որով դու պետք է առաջնորդվես, եւ սա է հենց որ ցույց է տալիս, որ դու Իրանն ես, Աստծուն ես պատկանում։ Եվ վերջում, սիրելիներ, ուզում եմ կարդամ Եսայա 44-ի 4-5 համարները եւ ուզում եմ, որ մեզանից ամեն մեկի կյանքում էսի կատարվի, ռեալ իրական կատարվի։ Եվ նրանք պիտի ծլեն խոտերի մեջ, ինչպես ուռիները ջրերի վտակների մոտ։ Սա պիտի ասե, ես Տիրոջն եմ։ Եվ նա պիտի Հակոբի անունովը կոչվի, եւ մյուսը իր ձեռովը պիտի գրե, Տիրոջն եմ ես, եւ Իսրայելի անունովը պիտի մականվանվի։ Այո, ես ուզում եմ այս խոսքը շեշտեմ, եւ մյուսը իր ձեռովը պիտի գրե, Տիրոջն եմ ես։ Եթե միջև այսօր դու դեռ չես գրել, ես խնդրում եմ այսօր գրի քո ձեռով, պարզա չէ, որ ասենց ձեռով գրելու մասին չեմ ասում։ Չնայած ես մի հատ բան կպատմեմ, մի անգամ սրա մասին խոսում էի, պատանեկանում տարիներ առաջ էր, եւ ասեցի, այստեղ է կարդացի եւ ասի երեխեք այնքան կուզեմ, էսի դուք ձեր ձեռովը գրեք, Տիրոջն եմ ես, ու պահեք։ Եվ պատանիներից մեկը անցավ տարիներ, ինքը արդեն երիտասարդ էր, մի օր հանդիպեցինք, այտենց ինքը պատմեց, ասեց, այն որ այդ օրը դու ասեցիր, ես գնացի տուն ու գրեցի, ու պահեցի, բայց ճիշտն ասած տեղը մոռացա էլ որտեղ։ Ասում անցավ ժամանակ, տկարացա աշխարհը, սիրեցի, գնացի աշխարհ։ Հետո ասում մի օր դարակը սուբորկա է անում։ Այդ թուղթը ընկավ ձեռս։ Կարդացի ես գրել եմ, Տիրոջն եմ ես, ու տակս անունը։ Ասում երկու ձեռով գլխիս խփի, ես ինչ եմ արել, ես այսօր եմ գնացել։ Ու ասում ետ դարա Տիրոջը։ Եղբայրներ, քույրեր, թող մեզանից ամեն մեկ իր ձեռովը գրի, Տիրոջն եմ ես։